Ողջույն, ես Անին եմ Էդուհաբից։ Մենք կազմակերպել ենք Storytelling for Inclusivity սեմինար ծրագիրը ու ծրագրի մասնակիցներից մի քանիսին հնարավորություն ենք տվել մասնակցելու ոդքասթի process-ին ու խոսելու ենք երիտասարդության խնդիրներից, ներառականությունից ու կրթությունից։ Մեր այսօրվա հիմա Արմանն է։ Արմանին իրականում շատ վաղուց եմ ճանաչում ու կուզեմ ցած քեզ մի քանի բառով այսպես ներկայացնես։ Բարև Անի, շատ շնորհակալ եմ հնարավորության համար։ Երևի կներկայացնեմ որպես հետաքրքրասեր մարդ, որ չգիտեմ, փորձում եմ ամեն տեղ գտնել որևէ հնարավորություն, որ կարող եմ ինձ ինչ-որ ձև զարգացնել, ինձ հարստացնել, օգնել մյուսներին, որ այդպես, երևի շատ ամենաշատը ինձ բնութագրում այդ հետաքրքրասիրությունը։ Ես գիտեմ, որ դու այսպես եկել ես այն որոշմանը, որ բարձրագույն ուսումնական հաստատություն չես գնալու ու Հայաստանում իրականում դեռ կա այդ մտածելակերպը, որ դիպլոմը պարտադիր է։ Դիպլոմը ինչ որ բանի խորհրդանիշ է շատ կարևոր, պետք է դիպլոմը այդ թուղթը լինի անպայման։ Այդ դու ինչ կարծիք ունես։ Այսպես բան դնենք, բան անենք, համեմատենք ֆորմալ, ոչ ֆորմալ կրթություն։ Դες այդ պատմությունը մի քիչ պատմեմ, որովհետև այնպես է, որ եթե ամեն ինչ լավ գնար, ես այտենց գնայի կընդունվեի համալսարան ու էլի կավարտեի, բայց այնպես ստացվեց, որ պետքա պոլիտեխնիկ դիմեի ծրագրավորման բաժին, որովհետև մերոնք մտածում էին, որ ծրագրավորումը այտենց փողոտ գործ է, գնա ընդունվի, գնացի, այն ժամանակ դե նոր էր ոնց որ սկսում այդ ծրագրավորման բումը, գնացի, քանի որ քննությունը միասնական չստացա, դրա փոխարեն այդպես էր պետք, դրա փոխարեն ընդունվեցի ագրարային համալսարան, այնտեղ դե ես ինչ որ գյուղատնտեսության հետ ոչ մի առանձնապես սեր չունեմ, չընդունվեցի ու տենց գնացի ինչ որ ծրագրավորման կուրսեր մասնավոր սովորելու, ավարտեցի, մի քիչ աշխատեցի, հասկացա, որ ես ծրագրավորման հետ տենց կապ չունեմ առանձնապես, չեմ կարա ծրագրավորող լինեմ ու սկսեցի այդ ժամանակվանից ինչ որ ուրիշ կուրսերի գնալ, սկզբում գրաֆիկ դիզայն, հետո քիչ անցա ինչ որ ֆիլմի հետ կապված բաների, ու տենց ավարտեցի որպես լրագրող ու կարծում եմ, որ երբ տենց ճիշտ էր, որովհետև ես ինչ որ փորձելով, սխալվելով հասա ինչ որ կետի, որ հիմա քիչ թե շատ այս շրջանում գտնում եմ, որ ճիշտ տեղում եմ, բայց շատ հնարավոր է, որ սա էլ փոխվի, տենց չեմ ասի, որ վերջնական ինչ որ իմ մասնագիտությունը գտել եմ։ Ոչ ֆորմալ կրթության մասով մի փոքր խոսենք, քանի որ դա երկուսս էլ հետմեդիագործանի շրջանավարտներն են, ու ես գիտեմ, որ նաև դու շատ այլ դասընթացների ես մասնակցել, թե ֆոտոյի հետ կապված։ Այ ամենակարևոր բաները, որ քեզ տվել են այդ դասընթացները, չգիտեմ, թե մարդկանց հետ ծանոթությունները, թե գիտելիքների առումով, որոնք այդպես կառանձնացնես։ Ես միշտ մտածել եմ ինչ որտեղ դիմելուց առաջին տեղում համար եղել է մարդկանց հետ ծանոթանալ ու շփվելը, ինչքան շատ մարդ ճանաչեմ, այնքան լավ, միշտ դրան եմ ես այդ մտքումս ունեցել էլի, նույնիսկ եթե ինչ որ նոր բաներ չսովորեմ այդ դասընթացից, մեկը նոր մարդկանց ճանաչելու համար գնացել մասնակցել եմ, օրինակ լուսանկարչության մի դասընթացի գնացել Արամ Կիրակոսյանի մոտ, որ հենց սկզբից էլ գիտեի, որ ոչ մի նոր բան կարելի ասել չեմ սովորելու, տենց էլ եղավ, բայց լիքը նոր մարդկանց ճանաչեցի ու մինչև հիմա էլ իրանց հետ կապի մեջ եմ, ինչ-որ եւ ընկերական եւ աշխատանքային ինչ-որ հնարավորություններ ինձ տվել այդ։ Այ երբ հասկացար, որ դու մեդիայի մարդ ես։ Երևի Թումոն է օգնել շատ, Թումոյից է հենց սկսել իմ այդ ալտերնատիվ ինչ-որ կրթությունը, դեռ դպրոցական էի, 16 տարեկան կարծեմ, ու ծնողներս ինչ որտեղ լսել էին Թումոյի մասին, տենց ես չէի լսել, ճիշտ ասեմ, չգիտեի Թումոն ինչ է, ասեցին կարող է գնաս տեղ սովորես,
Ասի երևի ինչ որ հերթական բան են ուզում, տենց գնամ սովորեմ դաշնամուրի նման։ Դաշնամուր նվագել գիտես։ Չէ, պրոստը էլ գնացել եմ դաշնամուր սովորելու, բայց թողել եմ։ Մտածում եի տենց ինչ որ տեղա, բայց գնացի շատ դուրս եկավ։ Էլի լիքը մարդիկ, լիքը, չգիտեմ, նոր աշխարհ լրիվ իմ համար, որ ես միշտ գյուղում եմ տենց մինչև այդ երևի Աբովյանի տարածքից դուրս չի եկել։ Տենց թվում լրիվ ուրիշ աշխարհ իմ համար, ու որ լրիվ ազատ ես, այդտեղ դու գնում ես ինքնուրույն ես սովորում։ Երևի այդ ինքնուրույն սովորելն էլ Թումոյից է էլի գալիս, որ կարողանամ ինքնուրույն գտնեմ ինչ որ on-line կուրսեր, ասենք on-line կուրսերով սովորեմ կամ ինտերնետից նորմալ օգտվել սովորեմ, այդ էլ Թումոն շատ է օգնել։ Ու այնտեղ էլ լուսանկարչության դասընթացների եմ գնացել 2-3 փուլ կարծեմ ինչա որ չգնացի, բայց այդտեղից հետո սկսեցի ինքնուրույն ուսումնասիրել ինչ որ տեսախցի կառա, սկսեցի կամավորությունների գնալ լուսանկարել ու այդպես քիչ-քիչ հասա երևի այստեղ։ Արի իրար հետ փորձենք մի փոքր համեմատենք մարզի ուսանողին, մարզի երիտասարդին ու Երևանում մեծացած Երևանի երիտասարդին, ինչ հնարավորությունների ու չգիտեմ ժամանցի կենտրոնների օրինակ առումով ինչ տարբերություններ կան հիմնական ով ունի ավելի շատ այսպես ասած հնարավորություններ։ Հիմա շատ կարծիքներ եմ լսում, որ հիմա մարզի երիտասարդներին ավելի շատ են գուցե հնարավորություններ տալիս, քան Երևանի երիտասարդներին, այսինքն ինչ որ չափի ծայրահեղությունից ծայրահեղություն է։ Դու ինչ կարծիք ունես, ինչ ես կարծում։ Դե երբ որ ես էի տենց սկսում ինչ որ ծրագրերի դիմել, նենց որ ես շատ ծրագրերի եմ դիմել, հիմնականում մի քանի կամավորության ու արտադրում տենց ծրագրերի չեմ դիմել։ Ճիշտ ասեմ, չեմ նկատել ինչ որ տենց խտրականություն կամ բան։ Միայն օրինակ ժամանցի առումով դե այդ Աբովյանի շրջանը, որտեղ ես հիմնականում ապրել եմ, ժամանցային որևէ ինչ որ տեղ չի եղել գրեթե, մի հատ սրճարան կար, որը փակվեց վերջերս։ Նույնիսկ մինչև հիմա այնտեղ ժամանցի նորմալ վայր չկա։ Կա ինչ որ քաղաքապետարանում տենց գրադարան, ինչ որ սպորտային տեղեր, լողավազան, մի հատ լողավազան, տենց ամբողջ քաղաքում։ Չգիտեմ, իրականում շատ բարդ է, բայց քանի որ Աբովյանը բավականին մոտ է Երևանին, ես միշտ գրեթե Երևանում եմ եղել ու այդ ամենաերևի ժամանակատար բանը խնդիրը այդ տրանսպորտն է, որ ամեն օր ես ստիպված եմ մոտ 2-3 ժամ ճանապարհի վրա ծախսել ու դրա համար ես ժամանակիս 40%-ը շատ ոչ տեղին է, ինչ որ ոչ մի բանի վրա է գնում ու դրա դեմ ինչ որ բանելու համար ես փորձեցի ֆրիլանս աշխատանք գտնեմ ու քիչ-քիչ ֆրիլանսով տեղափոխվեցի հենց տուն, տնից ես շատ դուրս չեմ գալիս այս վերջերս, տանից եմ աշխատում ու ինչ Լավ է ֆրիլանսը։ Դեռ հա, բայց արդեն սկսում եմ հոգնել, որովհետև դե պետք է լինում ինչ-որ տնից էլ դուրս գալ, մեկ-մեկ մարդկանց հետ շփվել, ու այդ իմ մյուս այդ պրինցիպի հետ ոնց որ խանգարում է մարդկանց հետ շփվելը ու ֆրիլանսը իրար հետ չեն բռնում, էլի։ Չի ստացվում մարդկանց հետ համ շփվել, համ ֆրիլանս աշխատել։ Հա, համամիտ եմ իրականում, այդ բալանսը պահելը բավականին բարդ է, որ հասնես համ ոնց որ social skill-երը չկորցնես մարդկանց հետ շփվելու, համ աշխատանքը տանես։ Ուզեմ ասես, որ խնդիրը կուզենայիր միանգամից, եթե տենց հնարավորություն ունենայիր, մի քանի վայրկյանում խնդիր լուծել, թե Երևանի խնդիրներից կլինի երիտասարդների ու կրթության հնարավորությունների մասով, թե որպես մարզից Երևան հաճախ եկող մարդ, որ խնդիրը կլուծեիր օրինակ։ Կարծում եմ Երևանում այդ աճը քաղաքի կանգնեցնեի միանգամից, որ այլ նոր շենքեր չկառուցվեն, ու այդ շենքերը, որ կառուցվելու են, չգիտեմ, այդ ֆինանսները ներդրվեն մարզում, ինչ որ ենթակառուցվածք գոնե ինչ որ ակումբ բացելու վրա էլի։ Մեկ էլ ինձ էս վերջերս սկսել է շատ, չգիտեմ, ազդել իմ վրա տրանսպորտում
կամ գյուղում հենց մեր երիտասարդների ինչ որ ենթամշակույթների մեջ ներգրավելը, որ ինձ թվում է ինչ որ պարապությունից երիտասարդները չունեն ինչ որ զբաղվելու մի բան, օրինակ գյուղում չկա ինչ որ միգուցե երաժշտական գործիքների մի տենց ակումբ որ գնան ինչ որ բան սովորեն, ստիպված ինչ որ ենթամշակույթներում են ներգրավում, որովհետև իրենց շուրջը է դա զարգանում ու ես կուզեի ինչ որ դրա վերջը ինչ որ ձև տալ։ Ահա որ է մեկ լսել թե ինչից են խոսում, ինձնից փոքր, մի քիչ մեծ, իմ տարիքի երիտասարդներ էլի։ Այ ինչ ես կարծում, ինչն է այն ամենամեծ գործոնը, որ այդպես իրենց խանգարում է, որ օրինակ ավելի կենտրոնանան ինքնակրթության վրա, չգիտեմ, չէ՞ որ հիմա հասանելիությունների դար ընդհանրապես համակարգչի հեռախոսի միջոցով ինչ որ բաներ, ինչն է խանգարում իրենց։ Դե կարծում եմ, որ չգիտեմ, իրենց միգուցե եղբայրները կամ մեծ ընկերները դպրոցում տեսնելով թե ինչով են հետաքրքրում մյուսները, իրենց թվում է դե ուրեմն դա ճիշտ է ու դրանց ներգրավում են դրա մեջ, չգիտեմ, ու նաև այլընտրանքի պակասն էլ է շատ քիչ ու նաև եթե ուզում ես ինչ-որ տեղ զարգանալ, պետքա դրա վրա լիքը էներգիա ներդնել, որը բոլորը չեն երևի պատրաստ կամ բոլորին հենց չի ստացվում դրանում ներգրավելը ու ընտրում են հեշտ ճանապարհը, չգիտեմ, տենց միգուցե։ Շնորհակալ եմ շատ։ Քեզ էլ մերսի շատ։